Իշխանություն լրատվականի տեղեկություններով խարդախության համար մեղադրանքի առաջադրվել Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչներ Արման Վլասյանի եւ իր կնոջ Անահիտ Գյուլնազարյանի նկատմամբ։ Վլասյանը Facebook-ում հայտարարություն է տեղադրել, որ վաճառում են իրենց բնակարանը Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մարքսի փողոցի 6-րդ շենքի 27/1 հասցեում։ Քաղաքացի Նարեկ Բադալյանը հետաքրքրվել է բնակարանով եւ կապ է հաստատել Արման Վլասյանի հետ։ Բանակցությունների ընթացքում Վլասյանը եւ նրա կինը հայտնել են, թե բնակարանը գրավադրված է Արտշին բանկում եւ եթե շտապ գումար չմուծեն, այն կանցնի բանկի սեփականությանը։ Հիմնավորմամբ նրանք Նարեկ Բադալյանին առաջարկել են վճարել կանխավճար իբր գրավը փակելու համար։ Նարեկ Բադալյանը համաձայնվել է եւ որպես կանխավճար փոխանցել ընդհանուր 4.620.000 դրամ գումար։ Այդ գումարից 300.000 դրամը նա 2024 թվականի հոկտեմբերի 9-ին արձեռն տվել է Արման Վլասյանին, իսկ 4.320.000 դրամը նույն օրը փոխանցել է Անահիտ Գյուլնազարյանի բանկային հաշվին։ Պայմանավորվածության համաձայն կարճ ժամանակում կողմերը պետք է նոտարական պայմանագիր կնքեին։ Բացի այդ, կողմերի միջև ձեռք է բերվել եւս մեկ պայմանավորվածություն։ Նարեկ Բադալյանը պարտավորվել է բնակարանի համար մնացած գումարը վճարել 49 ամսվա ընթացքում ամեն ամիս 300.000 դրամ։ Այդ պայմանավորվածության շրջանակում նա 2024 թվականի նոյեմբերի 8-ին եւս 300.000 դրամ է փոխանցել Անահիտ Գյուլնազարյանի հաշվին, իսկ դեկտեմբերի 9-ին նույնքան գումար արձեռն տրվել է Արման Վլասյանին։ Այսպիսով Նարեկ Բադալյանը նրանց փոխանցել է ընդհանուր 5.220.000 դրամ։ Սակայն ըստ մեղադրանքի այդ գումարը ստանալուց հետո Արման Վլասյանն ու Անահիտ Գյուլնազարյանը չեն կատարել իրենց խոստումները։ Նրանք ամբողջությամբ չեն մարել բանկային վարկը, ինչի արդյունքում բնակարանը դուրս չի եկել գրավադրումից, ինչպես նաև հրաժարվել են նոտարական կարգով ձևակերպել բնակարանի վաճառքի պայմանագիրը։ Ավելի ուշ որոշ ժամանակ անց նույն բնակարանը կրկին վաճառքի է հանվել Facebook-ում, չնայած այն հանգամանքի, որ գնորդից արդեն ստացվել էր խոշոր գումար։ Ըստ իրավապահների, այս կերպ Արման Վլասյանը եւ նրա կինը խմբի կազմում գործելով խարդախությամբ հափշտակել են Նարեկ Բադալյանի առանձնապես խոշոր չափերի գումարը 5.220.000 դրամի չափով։ Լիա Սարգսյան, Իշխանություն լրատվական։